Դոհայում ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները արդյունավետ բանակցություններ են վարել տարածաշրջանային լիդերների հետ։ Իրանցիների հետ տեխնիկական բանակցությունները նույնպես առաջ են շարժվում։ Կողմերը ձգտում են թուլացնել լարվածությունը վերջին էսկալացիայից հետո։ Սպիտակ տունն էլ գոհ է ընթացքից, հայտնում է Բլումբերգը։ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է շարունակել բանակցությունները, թեպետ ըստ վարչակազմի պաշտոնյաներից մեկի պնդման, Թրամփը դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ պատերազմը վերսկսելու հավանականությունը, տեղեկացնում է Wall Street Journal-ը։ Ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի, բոլոր խաղաթղթերն ամերիկացիների ձեռքում են։ Բանակցություններում բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են, մենք ցանկանում ենք, որ դրանք հաջողությամբ ավարտվեն։ Եթե նույնիսկ դա տեղի չունենա, մենք արդեն հասել ենք առանցքային խնդրի լուծմանը։ Իրանցիները միջուկային զենք չեն ունենա երբեք։ Բանակցություններում մենք ցանկանում ենք տեսնել ոչ թե ուղղակի հայտարարություններ, այլ ճիշտ քայլեր։ Մեզ առավել հետաքրքրում է, թե ինչ են ձեռնարկում իրանցիները։ Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Ջեյդի Վենսը նյարդայնացել է, որ իրանցիներն ասում են, ոչ, այս պահին խաղաղության բանակցություններ չկան, բայց ընթանում են տեխնիկական բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի, սա Իրանի բանակցային մարտավարությունն է, որն իր համար անընկալելի է։ Իրանը նույնիսկ Միացյալ Նահանգների հետ բանակցելիս գործ ունի ոչ թե բարեկամի, այլ անվստահելի թշնամու հետ, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կգործի Իրանի դեմ։ Վաշինգտոնի նկատմամբ բացահայտ անվստահության մասին հայտարարել է Իրանի խորհրդանի խոսնակը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Միացյալ Նահանգներին կրկին զգուշացրել է։ Եթե նրանք հրաժարվեն իրականացնել պայմանավորվածությունները, մենք նույնպես պատրաստ ենք պատերազմի։ Եթե անհրաժեշտ լինի հարցը լուծել պատերազմով եւ կրակով, մենք դա կանենք։ Եթե նրանք հարվածեն մեզ, մենք անպայման հակահարված կտանք։ Նրա խոսքով Պարսից ծոցում վերջին մի քանի օրերի գործողությունները դիտարկում են որպես հրադադարի խախտում։ Ղալիբաֆի պնդմամբ Թեհրանը լուրջ է վերաբերում հուշագրի իրականացմանը։ Իրանի խորհրդանի խոսնակն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցում ամերիկյան շրջափակմանը։ ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Այդ օրվանից ի վեր Իրանն ավելի քան 40 միլիոն բարել նավթ է արտահանել։ Դա դիվանագիտության եւ մարտի դաշտում տարած հաղթանակի արդյունքն է։ Իրանը չի ստանա հասանելիություն Կատարում պահվող 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներին, քանի դեռ Թեհրանը չի կատարել փոխըմբռնման հուշագրով նախատեսված պայմանները, հայտարարել են Միացյալ Նահանգներում։ Իրանից էլ ասել են Հորմուզի նեղուցը բանակցությունների թեմա չէ, Լիբանանն էլ կարմիր գիծ է։ Թեհրանը, Վաշինգտոնը եւ Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ Լիբանանում հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով։ Արաբական երկրի հարցում Իսրայելը միանգամայն այլ նպատակներ ունի։ Իսրայելի վարչապետը պաշտպանության նախարարի հետ այցելել է Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտի։ Կրկին հրահանգվել է ոչնչացնել Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Իսրայելական 14 հեռուստաալիքի եթերում Բիբին անդրադարձել է հրեական պետության ամենաառանցքային խնդիրներին, շատերի կարծիքով տալով նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Պատերազմը երբեք չի ավարտվում, ասել է Բիբին։ Մենք երկու անգամ մտել ենք Իրան, որպեսզի փրկվենք ոչնչացումից, եթե անհրաժեշտ լինի, երրորդ անգամ էլ կմտնենք։ Իսրայելի վարչապետը խոսել է անվտանգության քաղաքականության ակտիվացման, ինչպես նաև Պաղեստին պետության ստեղծման բացառման մասին։ Իսրայելը հրեաների ազգային պետությունն է, ոչ մի պաղեստինյան պետություն այստեղ չի ստեղծվելու։ Լիբանանից էլ չենք հեռացել, փաստացի ստեղծել ենք անվտանգության գոտի, խորանալով մոտ 10 կիլոմետր Լիբանանի իշխանության համաձայնությամբ։ Հեզբոլլահը ցասման մեջ է։ Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերությունների սրման ֆոնին Նեթանյահուն մտադիր է հրաժարվել ամերիկյան օգնությունից։ Բիբիի խոսքով Միացյալ Նահանգների օգնությունը կարծես սոցիալական նպաստ լինի, իսկ դա Իսրայելին պետք չէ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։